Լկտիությունը հասել է նրան, որ այսօր հարվածում է մեր ինքնությանը։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ։ Ըստ էության ինչ է ինքնությունը։ Սա ինչ որ բաներ է, որոնց շնորհիվ սենց համակցված այդ ամենը մեզ հայ է դարձնում, որ մենք ասում ենք մենք հայ ենք, որովհետև պատկանում ենք հայ առաքելական եկեղեցու, որովհետև ծնվել ենք այստեղ, ապրում ենք այստեղ, Արարատն ենք տեսնում եւ այլ եւ այլ։ Հիմա սա է ինքնությունը։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին գլխատվեց Հայաստանի իշխանությունը։ Դա նորանկախ երկրի պատմության մեջ ամենաողբերգական եւ ամենաամոթալի այցն էր։ Այդ օրը 5 ահաբեկիչ ձեռք բարձրացրեց երկրի պետական խորհրդանիշների վրա։ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ զինված ահաբեկիչների խումբը ներխուժեց խորհրդարան եւ գնդակահարեց պետական ամենաառանցքային գործիչների, ազգային ժողովի նախագահին, վարչապետին, ազգային ժողովի փոխնախագահներին, պետնախարարի, падգամավորների։ Հոկտեմբերի 27-ին սպանվեց 8 հոգի, ազգային ժողովի նախագահ Շրջանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, падգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, պետնախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Վիրավորվեցին падգամավորներ եւ նախարարներ, ողջ մնացածները մի քանի ժամ ստիպված էին պատանդի կարգավիճակում մնալ նստած եւ նայել արնակամ լինող ղեկավարներին։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ։ Պաշտոնական աղբյուրները ավելի քան 5 ժամ չէին հաստատում պետության առաջին դեմքերի սպանության փաստը։ Միայն երեկոյան ժամը 22-ից հետո նախագահականից տարածվեց հաղորդագրություն, հաստատելով, որ կան զոհեր եւ վիրավորներ։ Ուշ երեկոյան սպանվածների դիակները դուրս բերվեցին խորհրդարանի շենքից։ Մինչ այդ ահաբեկիչները որոշակի պահանջներ էին ներկայացնում։ Նրանց հետ բանակցությունները շարունակվեցին մինչև առավոտ։ Նաիրի Հունանյանի հետ միայնակ դեմարդեմ հանդիպեց այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչը մինչ օրս հարցականների եւ կասկածների տեղիք է տալիս հասարակական եւ քաղաքական որոշ շրջանակների մոտ։ Առավոտյան պատանդները ազատ արձակվեցին, ահաբեկիչները հանձնվեցին, ստանալով անվտանգության երաշխիքներ եւ տեղափոխվեցին ազգային անվտանգության մեկուսարան։ Այդ օրը մեծ էր պատերազմի վերսկսման վտանգը։ Ադրբեջանը օգտվելով Հայաստանում տիրող քաոսային իրավիճակից տեղաշարժեց զորքերը եւ միայն պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի կտրուկ հեռախոսազրույցից հետո Սաֆար Աբիևի հետ կասեցվեց հետագա վտանգավոր իրադարձությունների զարգացումը։ Նրա շնորհիվ կանխվեցին նաեւ ներքին անցանկալի իրադարձությունները, քանի որ անխուսափելի էր քաղաքացիական պատերազմի վտանգը։ Խորհրդարանը բանակի հսկողության տակ էր վերցվել պաշտպանության նախարարի հրամանով։ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդին ուղերձով դիմելու եւ հանդարտության կոչ անելու իր սահմանադրական իրավունքից օգտվեց միայն 3 օր հետո։ Նախաքննությունը տևեց ավելի քան 1 տարի։ Այդ ընթացքում զինդատախազ Գագիկ Ջահանգիրյանն արեց մի քանի աղմկահարույց հայտարարություն, որոնք սակայն այդպես էլ չունեցան իրենց գործնական արտահայտությունը։ Ավելի ուշ դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարանին միջնորդեց զրկել падգամավոր Մուշեղ Մովսիսյանին падգամավորական անձեռնմխելիությունից եւ նրան կալանավորման սանկցիա տրվեց։ Միանգամից ասեմ, որ ես բոլորը ինչ ներկայացրեց դատախազը։ Բոլորը սուտ են։ Չնայած падգամավորի արդարացման խոսքերին եւ պահանջին, որ ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով, որը կուսումնասիրի 27-ի ոչրագործությունը, նրան կալանավորեցին հենց խորհրդարանի դահլիճում։ Մի քանի ամիս տևած նախաքննության արդյունքում բավարար ապացույցներ ձեռք չբերելու պատճառով Մուշեղ Մովսիսյանն ազատ արձակվեց, սակայն մի քանի տարի անց դժբախտ պատահարի զոհ դարձավ։ Երբ պաշտոնան կարվեցին Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո նրա պաշտոնը ստանձնած վարչապետ Արամ Սարգսյանը, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եւ գլխավոր դատախազ Բորիս Նազարյանը հոկտեմբերի 27-ի ոչրագործության բացահայտման հեռանկարներն ավելի մշուշոտվեցին։ Հոկտեմբերի 27-ի դատավարությունը սկսվեց 2001 թվականի հունվարին եւ տևեց մոտ 3 տարի։ Դատական նիստերն անցնում էին արտակարգ խիստ հսկողությամբ։ Վազգեն Սարգսյանի անունը կրող փողոցը փակվում էր։ Դահլիճում տեղերի սահմանափակության պատճառով հասարակության մի ստվար զանգված դատարանի շենքի դիմաց սպասում էին ներսից դուրս եկողների խոսքին։ Ու չնայած հասարակական պահանջին, բողոքի ցույցերին եւ զոհերի հարազատների կոչերին, 27-ի դատավարությունը չտվեց ամենակենսական հարցերի պատասխանը՝ ինչու եւ ինչպես եղավ։
Պետության առաջին դեմքերին դաժանաբար գնդակահարած ահաբեկիչները դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Նրանցից 3-ը տարբեր հանգամանքներում մահացան։ Նորայր Եղիազարյանը էլեկտրահարվեց, ոճրագործ եղբայրների Քերին Վրամ Գալստյանը ինքնասպան, իսկ Համլետ Ստեփանյանը հանկարծան մահ եղավ։ Դեպքերի ականատեսներից մի քանիսը, որոնք շատ արագ հայտնվեցին Հայաստանի սահմաններից դուրս, կասկածելի հանգամանքներում մահացան։ Այսօր ոչ ոք չի հավատում, որ ահաբեկիչները գործել են միայնակ։ 27-ի ոճրագործությունը լիովին չբացահայտվեց։ 12 տարի անց հասարակությանը հայտնի է այնքան, որքան 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Ես չեմ հիշում Հայաստանի պատմության մեջ, որ որևէ մեկը համարձակվի խոսել ինքնության դեմ, խոսել եկեղեցու դեմ։ Սիրելի ժողովուրդ, Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի ճրագալույց է եւ ես ցանկանում եմ բոլորիդ Սուրբ Զատիկը շնորհավորել Սաղմոսով։ Սաղմոս համար 139 ընդդեմ չարերի, այսուհետև Սաղմոս Դավթի։ Ազատիր ինձ Տեր չար մարդուց, անիրավ մարդուց փրկիր ինձ։ Իրենց սրտում նրանք անօրենություն խորհեցին եւ գիշեր-ցերեկ պատերազմի պատրաստվեցին։ Օծի պես սրեցին լեզուներն իրենց եւ նրանց շրթների տակ թույն կա իժի։ Պահպանիր ինձ Տեր մեղավորի ձեռքից եւ չար մարդուց փրկիր ինձ։ Նրանք խորհեցին խափանել ընթացքնիմ։ Ամբարտավաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջև եւ իմ շավղի շուրջը գայթակղություններ դրին։ Ասացի դու իմ Տեր Աստվածն ես, ականջդիր Տեր աղոթքիս ձայնին։ Տեր, Տեր, իմ փրկության զորություն, գլխիս հովանին պատերազմի մեջ։ Մի մատնիր ինձ Տեր մեղավորների կամքին, որոնք նենգամտեցին իմ դեմ։ Ինձ երեսի վրա մի թող, որ նրանք երբեք չբարձանան եւ նրանց մտադրությունները չկատարվեն։ Թող նրանց կատարածի վախճանը այս լինի։ Իրենց շրթունքների վաստակը թող ծածկի նրանց։ Դու նրանց գլխին կրակի կայծեր թափիր ու կործանիր նրանց, որ տառապանքներից չկարողանան փրկվել։ Չարալեզու մարդը հաջողություն չի ունենա երկրի վրա։ Մեղավոր մարդու չարագործությունները նրան կորստյան կմատնեն։ Գիտեմ Տեր, որ դու աղքատին արդար դատաստան ես անում։ Տնանքի իրավունքն ես պաշտպանում։ Արդարները գոհություն պիտի մատուցեն քո անվանը։ Ուղամիտները պիտի բնակվեն քո դիմաց։ Քրիստոս հարյավ իմերելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Если вы встретитесь со Всевышним, что вы ему скажете? Сейчас или под занавес жизни? Обычно встречаются со Всевышним уже когда жизнь кончилась. Я спросил бы у него, зачем? Всю жизнь испытывал меня на прочность. Это был Роберт Кочарян. Спасибо.